անում, այս ծաղիկները ինչի համար են տեսված, որտեղ պետք է դրվի։ Ընդհանուր խորանի դիմաց պիտի ձևավորվի մարզպետի հրահանգով, այսինքն ինքը ցանկացե, որ դա տենց լինի, ինքն ասել եկեղեցու քավուրը, խաչքավուրն է, կամ բան։ Այո, կազմակերպում է, ինքն է վճարում, ամեն ինչ ինքն անում։ Այսինքն մյուս պատարակների ժամանակ էլ է այսպես եղել ծաղիկներով։ Նոր տարվանից հետո, որ առաջի կիրակին, որ զատիկն է, այդ զատիկի ժամանակ պարտադիր ձևավորում ենք, ես համարյա 3-4 տարի արդեն։ Այստեղ չեմ աշխատում, ես գյուղից եմ, մասնագիտությամբ դիզայներ, նման հարցերով դիմում են, մենք էլ պիտի անենք, բայց ինչ պիտի անենք, մեր գյուղի համար է։ Գումարը գումար, բայց գյուղի համար, գյուղի պատվին անելն էլ դե լիրա տեղն ունի։ Հավապես կիրակնորյա պատարակներին այստեղ ներկա լինում եք, մարդաշատ է։ Շատ։ Եթե վաղը, ասենք ոչ թե մենակ վարչապետի գալը, դուք եթե պատահական օր գաք, այս եկեղեցին տեղ չի լինում։ Մեր գյուղացիները բոլորն էլ իրանց ժամը գիտեն, իրանց օրը գիտեն, ամեն շաբաթ, ամեն կիրակի մասնակցում են պատարակի։ Այս թորնիկս ամեն կիրակի պարտադիր ինքը ներկա է պատարակին։ Ես եթե հասցնում եմ պարտադիր, շատ եմ ուզում, բայց պահալում չեմ հասցնում։ Եթե չեմ հասցնում, չեմ գալիս, եթե ժամանակալում անպայման սրտանց գալիս եմ։ Որպես հավատացյալ, ինչպես նաև նշեցիք, ձեր թորնիկը պարտադիր մասնակցում է։ Ոչ թե որպես հավատացյալ, այլ բոլորս ենք հավատացյալ։ Ինչա դուք հավատացյալ չեք։ Всё, եթե մենք ասենք, որ չենք կարող ասենք քրիստոնյա ենք, ուրեմն հավատացյալ ենք։ Պարտադիր չի, որ տենց գնանք աղոթների, որ համարվենք հավատացյալ։ Հա, մենք մեր մեջ այլ։ Բայց քանի որ դուք նշեցիք, որ եկեղեցի փորձում եք պարտադիր այցելել պատարակներին ներկա գտնվել, ձեր ընտանիքի անդամներն էլ լինում են պարտադիր։ Որ ասեմ, չէ, այցել չէ, թորնիկս համարյա ինքը իմ մոտի թորնիկը չէ, աղջկաս երեխան է, բայց ամեն կիրակի ինքը պարտադիր գալիս է։ Պատարակների ժամանակ ուշադրություն դարձնում եք վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելուն, թեմական անպայման, բոլորի ամեն պատարակի ժամանակ վերջում չէ, էլի մեջտեղում ընթացքում բոլորի անուններ շեշտվում անպայման։ Իսկ եթե օրինակ վաղը չհնչի։ Դե, եթե չհնչի, ես մի հատ էս բան ասեմ, ինձ կներեք, բայց ես պարզ խոսացող մարդ եմ, եթե չհնչի, ուրեմն վարչապետն է մեղավոր։ Որովհետև միշտ ամեն պատարակին մենք ներկա ենք ու հնչել է, եթե վաղը ինչ-ինչ պատճառով չհնչի, ուրեմն հայտարարել է, որ որտեղ ինքը գնում է մասնակցելու, պիտի չհնչի վեհափառի անունը։ Գյումրիում օրինակ ազգային անվտանգության ծառայողները մոտեցել էին քահանային, փորձել տեքստը, այսպես ասած, խմբագրել։ Փոխել, հա։ Չէ, ինքը ունի իր բան ասելիքը, եթե մարդը ասում է, իրան լսող կա, մի մեծ խումբ իրան լսում է, ասենք ոնց կարան իր ասենք գրքի մեջից է, չէ, այդ մարդը ասում։ Ոնց կարելի է այդ գրքի մեջ եղածը փոխել։ Հենց այդտեղից սկսենք, որ դա սխալ է։ Այդ մարդ գիտի ինչ ասում։ Ոնց կարան իրան ստիպեն, որ ինքը ինչ-որ բան փոխի։ Երիք չի արևս։ Ես այսօր չեմ հասցնի, հա, 700 հատ վարդա, էդ էլ ասեմ։ Ես էլ տրամադրել է բանը, մեր գողտի ջերմոցը։ Բայց զատիկին էլ է ինք իրա կողմից տրամադրում։ Այնտեղ ասենք մնացած ծախսերը մարզպետն է անում։ Այսինքն հնարավոր է մարզպետը այնտեղ վճարում է, բայց ես գիտեմ, որ ես նրա տերն եմ, որ ինչքան ասում ենք, այնքան բերում են, այդքանը սարքում է մնացածը։